Դե պատկերացրու, որ մենք այտենց վարվենք։ Բայց ես այտենց չեմ ուզում, ես ուզում եմ այտենց, ոնց որ ես եմ ուզում, որովհետև դու սխալվում ես։ Հնարավոր է տղես, թույլ կտաս մի հատ պատմություն պատմեմ։ Պատմի։ Մի շատ հարուստ թագավոր վայրի շներ ուներ սխալվող ծառաներին պատժելու համար։ Մի օր նրա ծառաներից մեկը մի փոքր սխալ թույլ տվեց։ Այդ իսկ պատճառով թագավորը հրամայեց նրան շների վանդակը նետել։ Ծառան շփոթված ասաց. Ես քեզ ծառայել եմ հավատարմությամբ 10 տարի։ Խնդրում եմ, տուր ինձ 10 օր, մինչ պատիժը։ Թագավորը համաձայնվեց։ Ծառան գնաց շների պահակի մոտ եւ առաջարկեց նրան փոխարինել 10 օրով։ Պահակը համաձայնվեց։ Ծառան սկսեց կերակրել շներին եւ հոգ տանել նրանց մասին։ 10 օր անց այնուամենայնիվ թագավորը հավաքեց բոլորին եւ հրամայեց ծառային նետել վայրի շների մոտ։ Բայց երբ նրանք նրան նետեցին, բոլորը զարմացան։ Հիշատիչ շները ոչ միայն չհոշոտեցին նրան, այլ լիզում էին նրա ոտքերը։ Ինչ պատահեց իմ շներին։ Բացականչեց թագավորը։ Ես նրանց ծառայեցի ընդամենը 10 օր, եւ նրանք չմոռացան իմ բարի վերաբերմունքը, բայց ես հավատարմորեն եւ անկեղծորեն ծառայեցի քեզ 10 տարի, եւ դու մոռացար ամեն ինչ առաջինիս սխալից հետո։ Դաս, հնարավոր է ինչ-որ մեկին մի փոքրիկ բան տաս, նա դա հավերժ կհիշի, իսկ ուրիշ մեկին կյանքդ տաս, նա նույնիսկ չի հասկանա։ Աստված, ով անսխալական է, ու իր կյանքը տվել է մարդկության փրկության համար։ Ինչքաններն են դա գնահատում իրան հետևելով։ Բայց երբ մեղքի հետևանքով կամ չարի ազդեցությամբ ինչ-որ դժբախտություն է կատարվում մարդկանց հետ, ինչ են անում մարդիկ։ Աստծուն են մեղադրում։ Ճիշտ է, երբ սխալ եմ թույլ տալիս, ներողություն եմ չէ խնդրում քեզանից։ Ես հասկացա, պապ ջան, ու հիշեցի ինչքան ես դու ինձ սիրում, կներես։